Պարոն Վարդանյան, լսեցինք բնակիչներին, ովքեր որ հանդիպել էին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարների հետ, ոչ միայն Արմեն Սիմոնյանն է փաստորեն այնտեղ եղել, որևէ որոշում, որևէ լուծում խնդրին չեն տվել, որ խնդրեմ ձեր մեկնաբանությունը այս խնդրի շուրջ ինչպես է։ Թույլ կտակ ասեմ, համահայկական ճակատ կուսակցությունը եւ համահայկական ճակատ շարժումը մեկ շաբաթից ավել է ժողովրդի հետ զբաղվում այս խնդրով, ինչից ելնելով, որովհետեւ մեր խորհրդի անդամներից բնակիչ ունենք Պրոշյան համայնքում եւ որպես ակտիվիստ դիմել էին իրան, մենք ամեն աջակցություն ցույց ենք տվել, բայց բերեք չմոռանանք մի պատրվակ, որ այս կառավարությունը եկավ իշխեց Հայաստանի Հանրապետությանը որպես ժողովրդավարական, ժողովրդի մասին մտածող, արդար կառավարություն։ Բայց այսօրվա դրությամբ մենք ոնց նայում ենք, կառավարության բոլոր քայլերը գնացել է ժողովրդին ավելի հարստահարելու նպատակով։ Քանզի մենք տեսնում ենք անզեն աշկովել, քաղաքում ման գալով ամեն առավոտ ինչ-որ մի բանի փոփոխություն է լինում։ Հիմի Պրոշյան եւ Քասախ համայնքի, սա չի վերաբերվում մենակ Պրոշյան եւ Քասախ համայնքի բնակիչներին։ Սա վերաբերվում է բոլոր մարզերի բնակիչներին։ Սա մենակ իրանց խնդիրը չի, սա բոլորի դուրն է չոքելու այս խնդիրը։ Եթե միասնական որոշում չլինի, եթե միասնական չբոյկոտեն, եթե միասնական չելնեն, վաղը իրանց դուրն է այս խնդիրը չոքելու։ 150 դրամից միանգամից անցում անեն 200 դրամի թեկուզ եւ իրանց մարշրուտը, որոնք մարդիկ 10 տարուց ավել այդ մարշրուտից օգտվել են եւ իրանց աշխատանքները այդ մարշրուտի համապատասխան են սարքել, որ առավոտ նստի մի տրանսպորտ, հասնի իր գործի տեղ, երեկոյան նստի մի տրանսպորտ, հասնի իր տուն։ Եվ դա բերենք լրացուցիչ խնդիր, լրացուցիչ հոգս, լրացուցիչ ծախս ժողովրդի վրա, դա ժողովրդավարություն չի։ Ժողովրդավարությունից եք խոսում, ժողովուրդն էր հասարակ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության այս 2.5 տկե փոխնախարարների մոտ հանդիպմանը, այստեղ նաև տեսնում ենք ուժային կառույցներ, հատուկ ջոկատայիններ, ժողովրդավարությունից է խոսում, երկրի թիվ 1 պատասխանատուն, բայց ոչ բողոքի ակցիայի այստեղ ոչ մի բան, ընդհանրապես հանդիպում էր փոխնախարարների հետ ժողովրդի, բայց մեր շուրջը նկատում ենք նաև կարմիր բերետավ հատուկ ջոկատայիններին, ուժային այլ կառույցներ, ժողովրդավարությունն այստեղ որքանով է բարոյական։ Ես մի բանի համար եմ ցավում, որ ոչ մեկ իր համար մեկ ամբիոնից ասած կամ համար մեկ մարդու ճակերտավոր ասույթին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Մոտ 2-3 օր առաջ նա հայտարարեց, չէ, իմ խնդիրը պետությունը ակետի ստանել B կետն է։ Քանի հոգի կզոհվի, քանի հոգի կվիրավորվի, քանի հոգի ինչ կլինի, դա ինձ չի հետաքրքրում։ Նաև խոսեց կադրերի։ Դե դրանից էր գալիս, իսկ ժողովուրդը ընկալեցին, որ հեսա վայ վարորդներին հեսա էլի բռնելու են, ատեստացիա են անելու։ Ոչ, ժողովուրդ, մարդը օֆիցիալ ասեց, իր խնդիրն է, ինքը հայտնվել է մի իրավիճակում, որ A կետից պետքա տանի B կետ, դրա համար կլինեն իրավապահ մարմիններ, դրա համար կլինեն ինչ միջոց ունի նա օգտագործելու է ժողովրդի դեմ, որ ինքը հասցնի B կետին, իսկ B կետը ինչն է լինելու, B կետը լինելու է, որ մենք դառնալու ենք թուրքական վասալներ։ Եթե մենք թույլ տվեցինք, եթե մենք չբոյկոտեցինք, եթե մենք ուշքի չեկանք, մի օր էլ զարթնելու եք, տեսնեք ձեր դեմի հարևանը Ալինա։